Ալավերդու Հովանես Թումանյանի անվան համար 2 դպրոցի գերազանցիկ աշակերտ էր սիրված դասընկերների ու ուսուցիչների կողմից։ Հետո Սոնա Մեջրումյանն ընդունվեց եւ սովորեց Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքագիտության բաժնում։ Ստացավ քաղաքագիտության մագիստրի աստիճան։ Թե դպրոցական եւ թե ուսանողական տարիները հետաքրքիր ու բովանդակալից էին, պատանեկան երազանքներով, նպատակներով։ Համալսարանական կյանքին հաջորդեց պատասխանատու ու սիրված աշխատանքը ACP ընկերությունում։ Դպրոցական ու նաև ուսանողական տարիների ձեռքբերումներն էլ ոչ միայն ստացած գիտելիքներն, այլև կյանքի հմտություններն ու բազմաթիվ ընկերներն են, որոնց հետ մտերմությունը շարունակվում է մինչև այսօր։ Ունեցել եմ շատ լավ ուսուցիչներ, շատ լավ դասընկերներ, շատ պայծառ հիշողություններ ունեմ այսօր, թե դպրոցական կյանքից, թե ուսանողական կյանքից, իհարկե, առ այսօր ես բնականաբար շփվում եմ, ունեմ իմ ընկերները, թե ուսանողական, թե դասընկերներից։ Սոնան ACP ընկերության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի պատասխանատուն է, սիրում է իր աշխատանքը, աշխատում նվիրումով։ Սովորելու եւ շուրջ 10 տարի մայրաքաղաքում ապրելուց հետո Սոնան որոշեց վերադառնալ Ալավերդի ու այստեղ սկսել աշխատանքային գործունեությունը, ստացած գիտելիքներն ու ձեռք բերած հմտությունները ի նպաստ բերելով ACP ընկերության զարգացմանը։ Նպատակահարմար դա վերադառնալ իմ քաղաք, իմ Ալավերդի, որովհետև հասկացա, որ այստեղ անելիքներ ունեմ, որ այստեղ ես պետք եմ, որ այստեղ ես կարևոր եմ։ Ծանրաբեռնված է նաև ամենօրյա աշխատանքը, որն ապահովում է ընկերության կապը հասարակության ու լրատվության, նաև տարբեր կազմակերպությունների հետ։ Աշխատանքը շատ սիրում եմ, շատ կարևորում եմ, բայց հասկացա, որ լինելով քաղաքագետ պետք է իմ մասնագիտությունը իզուր չկորչի եւ դա ես նաև կիրառեմ ավականու կազմի մեջ, եթե լինեմ այնտեղ։ Ավականու թեկնածու առաջադրվելուց առաջ Սոնան երկար է մտածել։ Ավականու դերի, խնդիրների ու հնարավորությունների վերաբերյալ զրուցել գործող ավականու հետ, ուսումնասիրել օրենքները եւ եկել եզրակացության, որ իր մասնագիտությամբ կարող է ծառայել քաղաքի ավականու ինստիտուտի կայացման, տեղական ինքնակառավարման զարգացմանը։ Բացի այդ, անհրաժեշտ է, որ կանայք ավելի մեծ չափով ընդգրկված լինեն մեր քաղաքի առջև ծառացած խնդիրների բացահայտման ու հաղթահարման գործում։ Կան խնդիրներ եւ կան այնպիսի խնդիրներ, որոնք հենց կանայք կարող են դրա լուծումն առաջարկել, այսպես ասեմ։ Սոնան պատրաստակամ է լցվել քաղաքի առջև ծառացած բազմաթիվ խնդիրների հաղթահարման գործին, ինչը հնարավոր է իրականություն դարձնել միայն թիմային, նպատակային ու միասնական աշխատանքով։ Պետք է ընդհանուր գաղափար, պետք է միասնություն։ Դրա համար ես կարծում եմ, որ ես կլինեմ ավականու կազմում այն 15 անդամներից մեկը, որը կցուցաբերի իր կամքը, իր գիտելիքը, իր ընդունակությունները եւ կցանկանամ, որպեսզի մնացած 14 անձինք նույնպես ունենան կամք, դրսևորեն կամք, լինեն սկզբունքային, որովհետև ես կարծում եմ, որ շատ բան կարող ենք անել, եթե աշխատենք թիմով։ Այդպիսի թիմի անդամ է հիմա Սոնան իր կոլեկտիվում։ Երիտասարդները, որոնք այսօր աշխատում են ընկերությունում, շուրջ 240-ամյա ավանդույթների շարունակողներն են։ 240 տարի հենց գործարանի աշխատողներն են կերտել մեր քաղաքի պատմությունը, համախմբված մասնակիցն են եղել նրա հաջողությունների։ ACP ընկերության երիտասարդներն այսօր էլ համախմբված են ինչպես աշխատանքում, այնպես էլ դրանից դուրս, ասում է Սոնան։ Թիմային աշխատանքն այսօր թույլ է տալիս նկատելի հաջողություններ արձանագրել արտադրությունում, ասում են ACP ընկերության աշխատակիցները։ Այդ հաջողությունները շատ դեպքերում չէին լինի առանց միասնական աշխատանքի։ Մենակ ես չլրվել աջակցում են երիտասարդներին, իզան այնքան հին աշխատողները կան ավելի փորձառու, նրանք ավելի շատ են աջակցում։ Լինելով Վալեքս խմբի ընկերությունների նախագահ Վալերի Մեջլումյանի զարմուհին, Սոնան առավել մեծ պատասխանատվությամբ է աշխատում ընկերությունում, քաջատեղյակ լինելով աշխատանքային այն կարգապահությանը, որը պահանջում է ընկերությունների նախագահը։ Ես աշխատանքի մեջ նրան դիտարկում եմ միայն որպես ղեկավար, արդեն աշխատանքից դուրս միայն իհարկե նա իմ հարազատն է, ես նրան սիրում եմ։ Աշխատանքը Սոնայի համար կարևոր է, առաջնային, քանի որ սիրում է նպատակներ դնել իր առաջ ու հաղթահարել դրանք, սակայն կյանքի գլխավոր նպատակը ամուր ընտանիք ու շատ բալիկներ ունենալն է եղել։ Այսօր նրա երիտասարդ ընտանիքում մեծանում ու դաստիարակում է իր զավակը, իսկ Սոնան ցանկանում է նրա ու բոլոր փոքրիկների ապագան տեսնել մեր քաղաքում պայծառ ու լուսավոր։ Մտածելով Ալավերդու մասին միշտ մտածում եմ, իսկ ինչու
մեր ալավերդցի երեխաները զրկված լինեն ինչ-որ բանից, պիտի նրանք լինեն ամենաերջանիկ, ամենաուրախ, ամենաանհոգը, ինչու ոչ, եւ մենք դրա համար պիտի անենք ամեն ինչ։